Ուրեմն հիշեցանաշիկ շամրիտը բացրինանթակուր մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք վինգրված, որտեղ ներկայացված են հոգևոր կյանքի բոլոր փուլերը անկախ կրոնական պատկանելիության։ Սա շատ կարևոր կետ է։ Մենք ձեզ հետ քննարկեցինք ինչ-որ թեմաներ, այսօր չեմ նորից կրկնամ այդ ամեն ինչը, եւ կանգնել ենք այն կետում, որտեղ բացրինանթակուրը ինքը բացատրում է, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի կենդանեակի մոտ զարթնի ամենագլխավոր իրականությունը։ Այսինքն հոգևոր կյանքի վերջնական նպատակը դա գերագույն կենդանեակների մաքուր սիրո պոտենցիայի վերականգնումն է։ Եվ այդ խնդիրը լուծելու համար, այդ վիճակին հասնելու համար, ուրեմն կենդանեակը ինքը պետքա ինչ-որ սկզբունքների հետևի, հոգևոր մարդը ինքը պիտի ինչ-որ սկզբունքների հետևի, որպեսզի կարողանա այդ խնդիրը լուծի։ Սկզբում բացրինանթակուրը ինքը խոսեց նրա մասին, թե այդպիսի նվիրալները, որոնք իրանք հասել են այդ աստիճանին, իրանք ինչ որակավորումներ ունեն, չէ՞։ Եվ մենք հասկացանք, որ իրականում, ասենք, հոգևոր կյանքում շատ կարևոր է այդ կետը, ամենակարևոր կետն է, որպեսզի կենդանեակը իր հոգևոր կյանքում երբեք չվերցնի այն սկզբունքները, որը իրանը չեն։ Մենք կարծեմ վերջի անգամ դրա մասին բանով չէ, բակավատամով խոսացինք, որը իրանը չէ, հասկանում եք, ու այստեղ այդ բացրինանթակուրի այդ ոսկե օրենքը ինքը ահավոր կարևոր է, որ ինքը ասում է, որ նվիրալ իրան չպիտի թերագնահատի, այսինքն հոգևոր մարդը իրան չպիտի թերագնահատի ու չպիտի գերագնահատի։ Հասկանում եք, այսինքն պետք է ստույգ կարողանա հասկանա իր մակարդակը, որպեսզի հանգիստ վերցնի սուրբ գրվածքի այն մասը, որը որ նախատեսված է իր համար, այլ ոչ թե ծամի այն, ինչ որ արդեն 100 անգամ ծամված է, կամ էլ վերցնի այն, ինչ որ իրա ուտելիքը չի։ Հասկանում եք, որովհետև երկու դեպքում էլ ինքը իրան վնաս է տալիս։ Հիմա բացրինանթակուրը ինքը ասեց, որ որպեսզի կենդանեակի մաքուր սիրո պոտենցիան ինքը սկսի զարթնել, չէ՞, կենդանեակը ինքը պետք է հետևի 7 սկզբունքների։ Առաջի սկզբունքը ինքը կայանում է նրանում, որ ազնվորությունը ինքը պետք է ընդունի պարզ կյանք, հա, եւ պետք է բան էլի, եւ պետք է ապրի, պետք է շփվի այն ազնվորությունների հետ, որոնք իրանք չունեն բան էլի թշնամություն Աստծո հանդեպ, չէ՞։ Մենք ձեզ հետ քննարկեցինք անցյալ անգամ, որ այս պահին բացրինանթակուրը ինքը հատկապես շեշտում է Կրիշնայի անունը, որպես Աստված, ինչի համար, որովհետև ինքը հատկապես շեշտում է այն սկզբունքը, որը ներկայացնում է Տեր Կրիշնան։ Այսինքն, որ բոլոր կենդանեակները իրանք գոյություն ունենալու, երանության մեջ ապրելու իրավունք ունեն, չէ՞։ Հիմա տեսեք, սա իրականում առաջի հայացքից թվում է պարզ սկզբունք, չէ՞։ Բայց իրականում սա ահավոր բարդ սկզբունք է։ Տեսեք, եթե մենք օրինակ վերցնենք, որպեսզի մենք հասկանանք, թե մենք այստեղ պիտի Աստծուց օրինակ վերցնենք, էլի իրականում։ Տեսեք, կա հոգևոր աշխարհ, չէ՞։ Հոգևոր աշխարհում բոլորը ապրում են ներդաշնակության մեջ։ Հիմա գալիս է ինչ-որ մի պահ, որ ինչ-որ կենդանեակներ իրանք դժգոհ են մնում իրենց դիրքից, չէ՞, ամբոստանում են հոգևոր աշխարհի իրականության հանդեպ ու ուզում են ստանալ իրավունք իրանց իրականությունը ստեղծել սեփական ուժերով։ Սա չէ խնդիրը ընդհանուր առմամբ։ Ինչ է անում Աստված։ Տեսեք, հոգևոր աշխարհը ինքը այդ գիտակցության աշխարհն է, հասկանում եք, որտեղ բոլորը բոլորի մասին հասկանում են, որ բոլորը իրավունք ունեն լինեն երջանիկ, հա։ Եվ ամենակարևորը, որ հոգևոր աշխարհը ինքը գործ ունի մի անձնավորության հետ, որը բոլորի երջանկությունը ի վիճակի է ապահովի։ Այս ամենակարևորն է։
Ինչի։ Որտեւ ասենք տեսեք այդ էղա, չէ՞ որ բան այլ կենցանայակի կոպիտ ասած предохранителը ինքը գցում է։ Ինչի է գցում, որտեւ ոչ մի բան պետք չի պաշտպանել։ Ասենք ենթադրենք ես ուզում եմ Աստծո այս տեսքի հետ շփվել, հա, այս մամլավորման հետ շփվել։ Մեկ էլ տեսնում եմ կողքինս էլ ա ուզում, չէ՞։ Մեր միջև ոչ մի պատերազմ չի ծավալվում։ Ինչի համար։ Որտեղ գերագույն Աստծո ազնվորությունը կարող է այդ նույն տեսքը ունենա 2 հատ, 3 հատ, միլիոն հատ, ինչքան պետք է, այսքան էլ ունենա։ Ու ամեն կենթանիակը այդ մանավորումը ստանում անեց, ոնց որ ինքը ուզում է։ Չէ՞, բրծավ բոլոր գործողությունները։ Հիմա, տեսեք, բայց երբ որ կենթանիակը ինքը էգոիզմի հարց է բարձրացնում, չէ՞, այդ գիտակցությունն է կորցնում, էլի։ Ինչու համար, որտեվ այո, հոգևոր աշխարհում էլ կան պոզիցիաներ, որ այդ այետի դու չես կարող այդտեղ խցկվել։ Օրինակ, ռաթան ինքը մի հատ է։ Ու ոչ մեկ չի կարող լինի երկրորդ ռաթա։ Բայց գերագույն Աստծո անձնավորության սիրեցյալները միլիարդավոր են։ Ու ոչ մի խնդիր չի առաջանում։ Հասկացա՞ք, չէ՞, բայց ռաթան ինքը մի հատ է։ Ու երբ որ կենցանիակը ինքը այդ ոտնձգությունն է անում, հիմա այստեղ խնդիր այդ միանգամից ի՞նչ է անում գերագույն Աստծո ազնվորությունը։ Տեսեք, ասենք, հիմա պետք է կարող ասենք, կենցանիակները իր մասնիկներն են, չէ՞։ Կոպիտ ասած, ուզիկը ոչնչացնի, չէ՞։ Այս դեպքում միացած կանի կպրծնես կվերջանալ ու վсё։ Գնաս տեղից չկաս։ Չես ուզում, այսպես լինես, ուրեմն չկաս։ Կարող է չէ՞ տենց անի։ Բայց ինքը ի՞նչ է անում։ Ինքը չի ասում, չէ՞, հա, լավ, բան, հոգեբանների հոգեբանություն, հա, ընդունի, պրինյացիա։ Ես բան, ընդունում եմ ձեր գոյությունը, բան, եկեք մնացեք հոգևոր աշխարհում, ավիրեք հոգևոր աշխարհը, պղծեք հոգևոր աշխարհը, հարամեք հոգևոր աշխարհի ապրողի կյանքերը, բան, ոչինչ, ես ընդունում եմ։ Դուք էլ իրավունք ունեք հոգևոր աշխարհում գոյություն ունենաք։ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տենց չի վարվում։ Ինքը ասում է ստոպ։ Այս անձնավորությունները, որոնք իրանք մաքուր են, որոնք իրանք ընդունում են ճշմարտությունը, որոնք իրանց գոյությամբ չեն խանգարում ոչ մեկին, որ ինքը լինի երջանիկ, չէ՞։ Իրանք արժանի չեն, որ դուք ապրեք իրանց կողքը ու անեք իրանց հետ այն ամեն ինչը, ինչ որ պատրաստ եք անեք հենց այն վարքյանից, երբ որ կարևորեցիք միայն ձեր էգոիզմը։ Ինչ անում է ժամանակ գերագույն Աստծո անձնավորությունը։ Ասում ուրեմն այս էգոիստներով հավաքվում եք, երեխեք ջան, ու յալլա դեպի նյութական աշխարհ։ Գնացեք այնտեղ իրար նմաններով, ուզում եք իրար կերեք, ուզում եք, ես թույլ եմ տալի։ Ինչ ուզում եք արեք։ Մեկ մարդիկ իրանք մտածում են, որ նյութական աշխարհը պիտի դառնա հոգևոր աշխարհ։ Ոչ, ինքը նախատեսված է вообще ուրիշ կենթանիակների համար։ Ու գերագույն Աստծո ազնվորությունը ասում է, այդ իրար նմաններով գնացեք, ուզում եք իրար սպանեք, ուզում եք իրար նախանձեք, ուզում եք իրար բռնաբարեք, ուզում եք թունավորեք, ինչ ուզում եք արեք։ Միակ բանը, որ ես չեմ փոխելու, այդ է նա, որ ինչ արեցիք, դրան համապատասխան պատասխան եք ստանալու։ Որովհետև ընդհանուր ստանդարտը, նախասկզբնական ստանդարտը այդ է, որ կենթանիակները նախատեսված են իրար երջանկություն պատճառելու համար, այլ ոչ թե դժբախտացնելու։ Եթե դուք դառնում եք կենթանիակներ, որոնք իրանք պատրաստ են ուրիշին դժբախտացնեն, ուրեմն այս կենթանիակներից, որոնք արժանի են լինել երջանիկ, մաքրեք այս տարածքը։ Չէ՞։ Հիմա կենթանիակները հայտնվեցին նյութական աշխարհում։ Այս լոգիկան հասկացանք, չէ՞։ Հիմա կենթանիակները հայտնվեցին նյութական աշխարհում։ Հիմա պիտի բարձրանան։ Չէ՞։ Հիմա պիտի բարձրանան։ Այդ բարձրանալու համար ամենաբարի նպաստ իրավիճակը նյութական աշխարհում դա առաքինության գոյավիճակն է։ Առաքինության գոյավիճակը ինքը այսպես կամ այնպես գերիշխում է նյութական աշխարհում։
Մնացած բոլոր դարաշրջաններում, բացի աստվածամերության դարաշրջանում, որտեղ մենք ծնված ենք։ Հիմա աստվածամերության դարաշրջանում հիմնականում ծնվում են այն կենդանիները, որոնք ասած բացարձակապես ազատություն են ուզում Աստծո։ Չէ՞։ Ու եթե նույնիսկ իրանք կրոնականություն են ընդունում, մենք դա 100 անգամ քննարկել ենք, էլի։ Իրանք այդ կրոնականությունը ընդունում են ձևական։ Այսինքն ընդունում են այն կողմը, այն մասը, որտեղ իրանք կարող են Աստծո շահագործել։ Ու հերքում են այն մասը, որտեղ իրանք պետք է իրանց սրտի մաքրագործման process-ով զբաղվեն։ Չէ՞։ Հիմա տեսեք, որ Մեղրամոն Թակուրը ինքը ասում է, եթե դու ուզում ես վերջնական նպատակին հասնես, այսինքն որ վերականգնես այն քո կվալիֆիկացիան, որ դու ունես որակավորում ապրես հոգևոր աշխարհում, այսինքն մաքուր սիրո պոտենցիալ վերականգնեցիր, չէ՞։ Այդ դրա համար առաջի քայլը, որ դու պիտի անես, դա այնն է, որ դու պետք է վերցնես պարզ կյանք։ Ինչի համար է вообще պարզ կյանք, ինչ նշանակում պարզ կյանք։ Սա շատ կարևոր կետ է, որովհետև պարզ կյանքը ինքը հենց կակրաս այն ամենաառաջի բանն է, որը հոգևոր մարդը ինքը պետք է անի, որ ուրիշներին չնեղացնի։ Կենդանիները իրանք սկսում են իրար կողոպտել, որտեղ նայեք հոգևոր աշխարհի հիմնականը, այլ տեսեք, դաժե հոգևոր աշխարհը ինքը այնպես է կառուցված, չէ, որ երբ որ մենք տակից ենք գալի, նայեք դուրս եկանք հոգևոր աշխարհ, բանվիրական աշխարհից, հայտնվեցինք լույսի մեջ, լույսը հաղթահարեցինք, դուրս եկանք, առաջի որորակային համակարգը հոգևոր աշխարհում, որը քննարկվում է, դա վայկունթն է։ Վայկունթը դա ինչի մասին է։ Այնտեղ ապրում են կենդանիները, որոնք իրանք ապրում են հանգիստ կյանքով, Աստծո հովանավորության տակ ու ամենակարևորը դա իրականում բարեկեցության աշխարհն է։ Հասկացաք, չէ՞։ Եվ դրա համար էլ ասենք, տեսեք, արիացիներն իրենք ասում են կրոնականությունը ինքը դարմա արտը կամ մոքշա, այսինքն կրոնական սկզբունքներ, հա, բարեկեցություն։ Իրանք սա համարում են կրոնականության առաջի արդյունքը։ Ու հոգևոր աշխարհներ ինքը հենց այդպես է կառուցված, բարեկեցություն։ Հիմա տեսեք, եթե կենդանիակը ինքը ագահության դաշտ է մտնում, իսկ դա արդեն նշանակում է, որ ինքը պարզ կյանքից դուրս եկավ։ Այսինքն ինքը իր համար շատ ավելի շատ է բան ուզում, քան իրան հետի պետք է։ Չէ՞։ Օրինակ, կարող եք ասեք ինձ միայնակ դերասանը։ Ինչի համար է 1000 տեղ առնում դղյակ։ Եվ որ այդ դղյակների 90%-ը տլոր տարի դատարկ է։ Ասենք, այն ինչ գումարներ է, չէ, այդտեղ ծախսվում։ Ինքը այդ գումարները աշխատելու համար, այդ մտոն բան է, զարաբոտ, չէ, ինքը հենց մարդը ինքը պարզ կյանքից դուրս եկավ, այսինքն ինչ որ համար ավելնորդը դա չվերցրեց։ Դա եղավ միշտ ինչ-որ մեկի հաշվին։ Ինչի համար, որտեղ նյութական աշխարհը, օրինակ, մեր մոլորակը ինքը ունի ինչ-որ մի հատ ռեսուրս, չէ՞։ Այդ ռեսուրսը ինքը հասարմանափակ չի, չէ՞։ Ինքը ինչ-որ մի հատ ռեսուրս ունի։ Ու այդ ռեսուրսը ինչ ասում արիացին։ Ասում է, այդ առաքինի ազնվորությունները իրանք այդ ռեսուրսը բաշխում են հավասարաչափ, էլի, հավասար ոչ թե դրա համար, որ թագավորն ու բանվորը նույն ձևի ապրեն, սա սրա մասին չի։ Ավելնորդ ոչ մի բան պիտի չվերցնեն։ Հասկանում եք, այն ինչ որ ավելնորդություն է, որտեղ ավելնորդությունը ինքը արվում է փառասիրությունից ու ագահությունից, չէ, ուրիշ ոչ մի բանից։ Չէ, տեսեք, փառասիրությունն էլ ագահությունն էլ ինքը էգո է, չէ։ Ոնց կարող է մաքուր սեր զարգանա այն սրտի մեջ, որտեղ կա էգոն։ Չկարող, չէ։ Հասկանում եք։ Տեսեք, բայց սա շատ կարևոր է, որ մենք չպիտի խառնենք, էլի, որ տարբեր ստատուսի կենդանիակների համար պարզության սիմպտոմը ինքը տարբեր է։ Օրինակ, որն է արքայի կամ հարուստ շերտերի համար, հա, կրման իշխանավորների եւ առևտրականների պարզության սիմպտոմը։ Մենք եւ կարող ենք ասել, որ իրանք պարզ կյանքով են ապրում։
Այն ժամանակ, երբ որ իրանց թույլ են տալիս, այնքան, գիտեք ոնց էլի, հարստություն սատվեցի, ոնց համապատասխան այն երկրի, այն ժողովրդի, որի մեջ իրանք ապրում են։ Հասկացաք, երբ որ այդ բարձր բաները իրանք անցել են սահմանը, հասարակության մեջ միանգամից գալիս է այդ պառակտումը, ահա որ աղքատներ, ահա որ հարուստներ, չէ՞։ Всё, այս մարդը ինքը ինձ ձեռիպտի լինի, որ ինքը իրան թույլ տա, ահա որ հարուստ լինի, ահա որ աղքատ երկրում։ Ինքը դինի ագահ, չէ՞։ Ինքը դինի վերնաշճանի էգոիստ, չէ՞։ Այդ երկու որակ ունեցողը ինքը ոնց կարող է ճանապարհ գնա դեպի սերը։ Կարող։ Համաձայնեք, չէ՞։ Ուրեմն այս դրա մասին է խոսքը, էլի, որ պարզ կյանքը ինքը միշտ նշանակում է այդ հաշվի առնել այդ համադրությունը, էլի, naskолько ինչքանով ես կարող եմ ինձ թույլ տալ այդ որտեղ եմ ես ապրում, ու ինչքանով ես կարող եմ ինձ թույլ տալ։ Հասկացաք հիմա, այ հոգևոր մարդը ինքը առաջի հերթին պիտի այդ ագահության ու փառասիրության դաշտից դուրս գա։ Հա, հիմա հաջորդ սկզբունքը Բաքթիվան Թակուրը ասեց, ինքը պետք է աշխատի, չշփվի, ապրի այնտեղ, որտեղ չկան մարդիկ, որոնք իրանք թշնամաբար են վերաբերվում այդ համընդհանուր վայելքի բանին, սկզբունքին։ Հասկացաք, տեղացինք իմինակ հələ Աստված ստեղ հələ կապ չունի, դասես Քրիստան, բայց սա հələ Աստծո մասին չի խոսքը, սա սկզբունքի մասին է խոսքը։ Չէ՞։ Ասենք, եւ այդ դա է նշանակում, որ հիմա տեսեք, ասենք հոգեվոր մարդը ինքը փորձում է ազատվի ագահությունից, չէ՞, ու ազատվի փառասիրությունից։ Որտեղ լավ ապրողների մեջ էլ այնտեղ մշտական պայքար է, չէ՞, գնում ով ավելի լավ, ով ավելի բարձր, ով ավելի ազդեցիկ, ունդեղ ընկնողը ինքը չի կարող այդ պայքարի մեջ չմասնակցի։ Հասկացաք, չէ՞։ Հիմա տեսեք այդ ագահությունը պարզության բանը, չէ՞, ինքը պարզությունը ինքը սա է։ Ես անկեղծ աշխատում եմ, անում եմ իմ գործը։ Չեմ համեմատում իմ բարեկեցությունը ոչ մեկի հետ։ Կարող է ես անկեղծ իմ գործը անելով, չէ, մեծ գումարներ եմ աշխատում։ Բայց ես այդ ժամանակ ես ագահ չեմ։ Հա? Հատկապես եթե այդ գումարները աշխատելուց անպայման ինչ-որ մի բան տրամադրում եմ ինձանից ավելի վատ ապրողներին։ Հասկանում եք։ Ու ասենք այդ խնդիրը ինքը շատ կարևոր է։ Հիմա, այստեղ ինքը տեսեք հիմա, ես ուշադրություն եմ դարձնում, որովհետև ես մի քիչ հետո մի հատ ուրիշ որակ ենք քննարկելու, որը թվանում է հակասություն։ Բաքթիվան Թակուրը ինքը ասեց, հոգևոր մարդը ինքը պետք է խուսափի այն կենդանիներից, որոնք իրանք թշնամաբար են վերաբերվում ուրիշների երջանկության։ Հասկացա՞ք։ Հիմա հաջորդը ինքը տեսեք ասում է, հոգևոր մարդը ինքը պետք է ձգտի ապրել բան, մեկուսացված, վույդիդյոնում, հա, հենական ուրիշ խոսք էինք ասում, հա, այս ոչ, մեկուսի, մեկուսացված պիտի ապրի, չէ, և ինքը պետք է լինի անհանգստություններից ազատ։ Տեսեք, իրա տրամաբանությունը ոնց է, չէ, ինքը ասում է, այդ պարզ կյանք, երկու գլխավոր սկզբունքները, ընդունել պարզ կյանք, չմնալ այնտեղ, որտեղ կան նրանք, ովքեր թշնամաբար են վերաբերվում իրար, չէ։ Հիմա տեսեք, այսինքն դու ազատվում ես այն անձնավորություններից, որոնք իրանք քո հանդեպ թշնամաբար են, չէ։ Հաջորդ քայլով ինքը ասում է, մեկուսացված, այս ինչ նշանակում, որ եթե դու լուրջ ես գնահատում ես աշխարհը, բոլորն էլ այս կամ այն չափով թշնամաբար են վերաբերվում։ Ամեն մեկը ունի իր կետը, որտեղ հենց սա մեծի լոցի կծածադարում։ Հա, այնքանի չես ասել իր կետին, ինքը կարող է շատ լավ մարդ լինի, բայց հենց իր շատ մեծ տրորի, որ ասում եմ ոտը տրորի, չէ, մենք հայավարից հենց ենք ասում։ Չէ, այդ մեկուսացում։ Մենք դες անցյալ անգամ խոսացինք, որ այդ մեկուսացումը ես միշտ դա ասել եմ, ասում եմ եւ ասելու եմ, ես միշտ ներքին
ներքին աշխարհի հետ աշխատող սկզբունքներն եմ շատ սիրում ու ես չեմ սիրում էլի որ վերջում են ջարդում են բան չգիտեմ վարուսակներն հապշորերը հավաքում են թողնում են գնում են բան այսպիսի քայլեր ես չեմ սիրում որովհետև իրանք տակրած նշանակում են որ հենց դու ինքդ այդ պահին քեզ թվում է որ դու բան քո հոգևոր կյանքն ես բռնում բայց դու ինչ-որ մարդկանց կյանք ես ավիրում չէ որովհետև այդ մարդիկ կապված են քեզ կամ որովհետև այդ մարդիկ իրանք կախված են քեզանից հələ կապված են մի կերպ կարելի է էլի դրա վրայով ասել կարելի է անցնել բայց երբ որ կախված են հա ինչ նշանակում նայել են մարդու աչքերի մեջ որ ինքը քեզանից կախված է ու իրան ասել պաշոլվոն ես գնում եմ մեկուսի վայ դու դիրն ես որ տես բան կարող անասանես չէ տեսեք եթե հոգևոր մարդու հետ կապ չունի դրա համար այդ մեկուսացումը ինքը ես ավելի սիրում եմ երբ որ ներքինից առաջանում էլի այսինքն երբ որ դու քո ներսում ինչ-որ մի հատ տարածք ես ստեղծում որտեղ ոչ մեկին կապված չես հա ու դու մեխանիկական պարտականություններ կատարող ես ու մեկ էլ կոպիտ ասած կարողա ցույց պես կատարես երբ որ արդեն այդ դաշտում շատ են էլի մտնում քո տարածք հասկացաք այսինքն երբ որ արդեն այդ ներխուժումը այդ կախվածությունը այնքան է դառնում որ պատին ասեղն քեզ չէ կարող ես դիմադրես էլի բայց սովորաբար ես կարծում եմ որ հոգևոր մարդը ինքը միշտ այդ մեկուսությունը ինքը բան անում էլի ներքին աշխարհում մտնում մենք անցյալ անգամ դες այդ խոսացինք դրա մասին որ այդ մեկուսացման տարածքը ներսում ստեղծելու համար փոքր քայլեր անել չէ ինչու համար սա հատկապես կարևոր է այն ընտանիքներում որտեղ որ կան նո եթե մենք հիմա մեր տեղի մասին ենք խոսում որտեղ որ կան հայկական տրադիցիաներ չէ հայկական տրադիցիաների մեջ հայ կինը ինքը ընտանիքում համարյա թե հնարավորություն չունի մենակ մնալ հա Եթե ում բոլորի մազերը բիզբիզ կկանգնի, եթե հանկարծ հայկինը կասի ինձ մի կես ժամ թողեք ես կարդամ կամ չգիտեմ ինչ-որ տապականով պիտի սարքի, բալվածքով պիտի ասի մշտական ինքը պետք է ներգրավվածնի ընտանիքի անդամներին ծառայությանը։ Են ասենք դաժե չեն հանդուրվում, որ ասենք ինքը կես ժամ գնա օրինակ իր մամայի տուն, փոստը որ ուզում է հանգստանալ, 5 րոպե հետ բաների մեջ չլինի, չէ՞։ Դրա համար այո, իհարկե ես հասկանում եմ էլի, որ այդ ինձ հիմնականում լսում են կանայք ու այդ մեկուսացման խնդիրը ինքը շատ բարդ խնդիր է։ Հա, իսկ երկու բախները բերել է, եթե իրանք ժամանակակից ընտանիքից են եւ ասենք ունեն այնպիսի տղամարդ իրանց կողքը, որը դա հանդուրժում է, լավագույն դեպքում ոչ միայն հանդուրժում է, այլև ուրախ է, որ կինը ինքը իրականացման բաղի ինքնազարգացման բաղում չէ։ Բայց այդտենց եթե իհարկե դա չկա Ուրեմն կինը ինքը պետք է աշխատի սենց կամաց, այդ կամաց-կամացը ո՞րն է։ Բոլոր ընտանիքներում էլ կա մի պահ, երբ որ կինը ինքը տանը մենակ է, որտեղ մնացած բոլորը աշխատանքի են։ Հա։ Կամ ասենք տրանսպորտի մեջ, չգիտեմ, մարդը եթե ինքը ուզում է, ինքը միշտ կգտնի այդ պահը, երբ որ ինքը իր ուզած բանի հետ կմնա մենակ։ Հա։ Ու պետք է սկսել քչից։ Որտեղ երբ որ դուք ուզում եք միանգամից սկզբունքը չափից ավելի վերցնեք, չէ, անպայման ձեր շուրջը կոնֆլիկտ է ստեղծվում։ Այսինքն այն անznավորությունները, որ իրանք սովոր են ինչ-որ ձեր պահվածքի, չէ, իրանք չեն կարողանում միանգամից ամբողջ տարածքը ձեզ զիջեն։ Հասկանում եք։ Ու սա անգրակետ բան է, էլի։ Այդտեղ ձեր հոգևոր կյանքը ինքը դառնում է պատերազմ։ Միշտ պետք է հոգևոր կյանքը այնպես ներգրավել կյանքի մեջ, որ հոգևոր կյանքը չվերածվի պատերազմի։ Հասկանում եք, սա շատ կարևոր սկզբունք է։ Բայց երբ որ կենթանիակը ինքը ասենք հիմա, բայց հոգևոր կյանքում ինքը մի հատ ահռելի առավելություն կա, չէ՞, որ մենակ դու չես ու դիմացին։ Հոգևոր կյանքում միշտ դու ես դիմացինը դու Աստված։ Հասկանում եք, ու իրան երբեք չի կարելի սպրասվեցա շիտով, հա, իրան չի կարելի հաշվից գցել։ Ինքը միշտ ինքն է, չէ՞, վերջնականում ամեն ինչ որոշողը։ Ու ինքը միշտ մի հատ սկզբունքի է հետևում։ Ինքը ասում է, ես հոգևոր մարդու պահպանում եմ այն ամեն ինչը, ինչ որ ինքը ունի, եւ տալիս եմ այն ինչ որ իրան չի հերիքում։
Հիմա երբ որ ինքը տեսնում է, որ ես կենցանի եկը, չգիտեմ, տրամվայում, մետրոյի մեջ, ավտոբուսի մեջ, չգիտեմ, ընտանիքի անդամների գնացին, աշխատում ամեն ինչ շուտ տանի, որ մի ժամ շուտ բջջացնի, որ այդ մի ժամը նստի ինչ-որ մի բանով զբաղվի։ Դե շատ կարևոր է, ոչ թե արհամարում է, չի անում, զբաղվում է, հետո գալիս է ումնացավ ստանում, կոնֆլիկտ է ստանում, չէ, այլ ամեն ինչը նենց արագ անում, որ մի ժամ ունենա, որ կարողանա հոգևորով զբաղվի, չէ։ Գիտեք, ասվածնավորությունը մեքենայում է սենց ինքն իրան է դաշտը սենց փափուկ սխմելով կամաց հետ անում, հա։ Ու այնպիսի մարդիկ են սկսում հանդուրժել քո հոգևոր կյանքը, որ դրանից մի ժամ առաջ դու մտածում էիր, որ եթե ինքը իմանա, որ դու հոգևոր կյանքով ես զբաղված, գիտի կսպանի։ Այդ եւ հրաշքն է Աստծո պաշտպանության։ Հասկացաք։ Ուրեմն սա այդ հաջորդ սկզբունքն է, որ կենդանիակը ինքը պետք է այդ իր մեջ մեկուսանալու սովորությունը ձեռք բերի, հա, եւ լինի ազատ անհանգստություններից։ Հիմա ազատ անհանգստություններից չի նշանակում, որ քեզ ուրիշները չեն անհանգստացնում, այլ որ քեզ ուրիշները չանհանգստացնեն, դու պետք է անբարենպաստ դաշտից դուրս գաս։ Աշխատես չշփվես այն կենդանիակների հետ, որոնք իրաք ագրեսիվ են։ Կամ ասենք իհարկե շատ դեպքերում, ասենք բարեկամների, ընտանիքի անդամների տեսքով մարդիկ են, որոնցից չես դուրս գա, չէ՞։ Եթե уже на всю жизнь ստիպված ես այդ ամեն ինչը համբերես։ Թե բայդի ոնց է արվում։ Ոնց է արվում, որ դու չես խոսում կամ չես բանի կոնտակտի մեջ բերում այն թեմաների հետ, որը իրան գազազացնում է։ Այսինքն իր հետ Աստծո մասին չես խոսում։ Ինքը ասեց, օդի մեջ իմանում է, որ դու այնտեղ ինչ-որ հոգևորում բան, բայց դու իր հետ դրա մասին չես խոսում։ Այդ ժամանակ թշնամանքը ինքը հանգիստ արտահայտ վիճակում ամեն։ Հասկացաք, հիմա երկրորդը դա նա է, որ դու պիտի անհանգիստ միտք չունենաս։ Այսինքն դու պիտի ոչ մի կենդանիակի չբզես։ Հասկանում եք։ Չէ՞։ Այս ինքը շատ կարևոր կետ է։ Այսինքն սա այս նորից եմ կրկնում, սա այն կետերն է, որը հոգևոր մարդը, երբ որ ինքը իր մեջ ընդունում է եւ այս կետերով շարժվում, քանի գնում է, իր սիրելու պոտենցիան բացվում է։ Հասկանում եք, կա բաներ, որը մենք անում ենք եւ այս սիրո պոտենցիան փակում ենք, կա որ բացում ենք։ Հիմա վակցինատակուրը քննարկում է այն սիմպտոմները, որ ասեցեք неожиданный կետերա, չէ՞ ասում, թե որտեղից է սկսվում вообще սիրո պոտենցիալի բացվելը։ Բայց եթե մենք այդ կետից չենք սկսում, մենք երբեք չենք կարող այդ պոտենցիան բացենք։ Հասկանում եք։ Ու այն ամեն ինչ, ինչ որ մեզ կթվա, որ մենք սիրո պոտենցիալ ենք բացել, դա իլյուզիա է։ Մենք ինքնախապեյությամբ ենք զբաղված։ Հասկացաք։ Ուրեմն հաջորդ կետը դա նա է, որ հրաժարվել հակառակ սեռից։ Էսի շատ բարդ կետ է։ Արիացիները իրանք սեռական հարաբերությունները հայտարարում են նյութական աշխարհի գլխավոր կապանքը, որով այդ գլխավոր բանը էլի ցեպի։ Գլխավոր շղթաները, որ կապում է կենդանիակի նյութական աշխարհի հետ։ Հա, դա սեռական հարաբերություններն են։ Հիմա ինչ է նշանակում հրաժարվել հակառակ սեռից։ Հրաժարվելը ինքը ունի իր սկիզբը, ընդհանրապես любой սկզբունք ինքը ունի իր սկիզբը ու իր ավարտը։ Եթե մարդը ինքը այսպես անպատրաստից, հա, օրինակ հիմա ոնց որ ես ասեմ, լողորդը ինքը պետք է կարողանա 20 րոպե շունչը պահած մնալ ջրի տակ։ Դա նշանակում է, որ 3 տարեկան երեխան երբ որ եկավ լողի սովորելու, դա կարողանա շարունակում, չէ՞։ Դա նշանակում է պրինցիպի գագաթնակետը։ Այսինքն любой принцип ինքը ունի իր սկիզբը
Բայց երբ որ դու իրան սկսում ես վերցնել, որ գաս վերջնակետին, չէ՞։ Ուրեմն հայտարարվեց հաջորդ խնդիրը։ Հաջորդ խնդիրը դա սեռական կյանքն է։ Հա, հիմա ինչ է նշանակում հրաժարվել։ Հրաժարվելը ինքը սկզբից, ամենասկզբից դա նշանակում է, երբ որ դու քո սեռական պահանջները բերում ես օրինական դաշտ։ Սա հրաժարման առաջին կետն է։ Չէ՞, տեսեք, երբ ես ընդհանրապես ոչ մի հարցում ինձ չեմ սահմանափակում այդ կյանքում։ Երբ որ ես ինչ ուզում եմ, ում հետ ուզում եմ, ոնց ուզում եմ, իրականացնում եմ, չէ՞։ Ու ինձ համար ոչ մի արգելքներ չկա, դա մեր ժամանակներում շատ հաճախ չէ հանդիպում։ Ինձ համար ոչ մի արգելք չկա, թե դա ուրիշի ամուսինն է, թե դա ուրիշի կինն է, թե դա ինգերուհուս եսի միջն է, այնուկից միջն է, ոչ մի կապ չունի։ Ինձ պետք է, ես զբաղվում եմ, всё։ Դիմացինս համաձայնվեց, вообще хорошо։ Չհամաձայնվեց, буду добиваться, չէ՞։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այստեղ մտնում է նա այդ էլի, երբ որ ես սեռական հաճույք ստանալու համար ինչ-որ մեկի կյանքն եմ ավիրում, մեկը դա է սկզբունքը, մյուսը դա это извращение։ Հա, սեռական այլասերվածություններն են։ Ոչ թվարկեմ, էլի, բարձր բաներից է խոսում, չէ՞։ Ուրեմն տեսեք, առաջի հրաժարումը ինքը նշանակում է վերցնել ղեկավարության տակ սեռական կյանքը։ Հա? Այսինքն բերել իրան օրինականության դաշտ։ Այդ օրինականության դաշտը հոգևոր կյանքի տեսակետից միայն ամուսնու հետ, միայն կնոջ հետ, ну, եթե մի քիչ ավելի ես զարգանում, հա, եթե հանկարծ կինը կամ ամուսինը շուտ են մահանում, это ոչ մի կապ չունի։ Он остается единственный, она остается единственной։ Это ամենաբարոյականության դաշտում ամենաբարձր հրաժարումն է, չէ՞։ Հիմա տեսեք ուրեմն առաջի քայլով դու բանես, քեզ սահմանափակում ես բանով օրինականությամբ։ Այդ օրինականության մեջ բավական երկար ժամանակ եփվում ես, չէ՞։ Հետո հաջորդ քայլը դա արդեն դա է, որ դու մտնես հրաժարման մեջ, չէ՞։ Հիմա տեսեք, դու երկրորդ քայլը հրաժարման դա է, որ դու առաջինը սեռական հարաբերություն չես բանանում, էլի, не провоцируешь, չես հրահրում։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն առաջի երկրորդ հրաժարումը դա է, երբ որ դու չես հրահրում, բայց եթե քո պարտները կարիք ունի, դու ապահովում ես, դու հրաժարված ես։ Հասկացաք։ Ու տենց ինքը գնում է իրականում, եթե մենք տարիքային բանով ենք վերցնում, մի շատ երկար ժամանակ կարող է այս մակարդակի հրաժարումը գնա, բայց սա արդեն ռեալ հրաժարում է։ Հասկանում եք, սա նայեք, հիմա այդ նույն երևույթը ինքը կա, երբ որ դու հոգնել ես, երբ որ դու հիասթափվել ես, հա, երբ որ դու նադայել ես եղել, չգիտեմ ինչ ես եղել, զոռով, բան, սրա մասին չի խոսքը։ Սրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ պարտները ինքը քեզ հետաքրքիր է, բայց դու առաջինը չես քայլանում։ Երբեք, то есть ты никогда не провоцируешь палавры։ Դա արդեն հրաժարման երկրորդ աստիճանն է, հա։ Ու արդեն դրանից հետո իմաստությունը, երբ որ շատ է մեծանում, հետո երբ որ անձնավորությունը ինքը լուրջ է հոգևոր կյանքով զբաղվում, դա իրոք տենց է, էլի, որ իր սեռական կարիքը ինքը ասես ռիսկի գնում է, էլի։ Եթե մարդը ինքը լուրջ է հոգևոր կյանք, հատկապես բակտիով, եթե ինքը լուրջ է զբաղվում, շատ ռիսկի գնում է այդ կարիքը։ Ուրեմն երկրորդը այդ է։ Ու դու ինչքան ավելի շատ ես սրա, պրոստը այստեղ այդ է կարևոր, էլի, որ այստեղ էլ դու անպայման պիտի հաշվի նստես քո պարտների հետ, էլի, որ պարտներդ ինքը բնակասեմ, տես իմ ասեմ, դու վերցրել ես այդ սկզբունքը, որ один раз կյանքում մի անգամ ես ամուսնանում ու всё, չէ՞։ Մենք հիմա այդ կյանքի մեջ
Մեկ էլ ասում ես չէ, ես հիմա հրաժարվելու եմ սեռական կյանքից։ Հիմա այն խեղճ մարդը, որը ինքն էլ քո հետ այդ նույն կարծիքին է, որ ինքը միանկանա ամուսնանում, ինչ անի։ Կարելի է այդպես վարվել։ Չկարելի, չէ՞։ Դե լավ բան չի եղի։ Որտեղ ամուսինների մեջ պետք է լինի հարազատություն։ Իսկ հարազատի հետ տենց կոպիտ չեն վարվում։ Համաձայնեք։ Ուրեմն այսա պիտի հասկացվի։ Այդ համար ես ասում եմ, որ ես ներքին հրաժարումն եմ շատ սիրում։ Որտեղ ներքին հրաժարումը ինքը երբեք չի կրնում կողքի ապրողներին, էլի։ Հասկացա՞ք։ Հիմա հաջորդը դա բանն է, թողնել բանն, կրիտիկում։ Սա էլ է։ Քննադատում։ Հիմա տեսեք, ստեղ շատ հետաքրքիր պունկտ է, չէ՞, ես ամենասկզբում ձեր ուշադրությունը դարձրեցի, ասեցի, այստեղ ուշադրություն դարձրեք, Բակտիոնա Թակուրը ինքը ասեց չշփվել։ Մարդման լեզվով եթե ասեմ, վատ մարդկանց հետ չշփվել։ Չէ, հիմա ինքը ասում է չշփվել, բայց եւ չքննադատել։ Ինչ նշանակում չքննադատել։ Չքննադատել էցի նշանակում է, որ կենցանիակը ինքը հասկանում է, որ նյութական աշխարհը ինքը ստեղծված է արատավոր կենդանիակների համար, որ իրանք իրանց արատավոր ցանկությունները ստեղ իրականացնեն։ Всё։ Եվ այդ ընթացքում իրանք իրանց դասերն են քաղում, իրանց պատիժներն են ստանում։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ լավ գիտի, ում եւ ոնց ինչի համար է դաստիարակում։ Հասկանում եք, չէ՞։ Այդ քրիտիկայի բանը ինքը դուրս է գալիս։ Այդ ժամանակ։ Այսինքն ընդհանուր տրամադրությունը որը ստացանք։ Ինձանից հեռու, ինչ ուզում ես արա։ Այս ինչ ուզում ես արան, չի նշանակում, որ դու նպաստում ես, որ չարիքը բազմանա։ Դու ամենը հասկանում ես, որ ապրում ես մի վայրում, որ իրականում իրանց համար է նախատեսված, այլ ոչ թե ոգևորի։ Հասկանում ես։ Պրոստը եթե դու արդեն բռնել ես դուրս գալու ճանապարհը, դրան ասում ես ինչ ուզում ես արա։ Պրոստը ուր ինձանից հեռու չշփվել։ Հասկացաք, չէ՞։ Սա ինքը շատ կարևոր բան է, որտեղ այդ քննադատելու տրամադրությունը ինքը միշտ գոռոզության մասին է խոսում։ Որ ես մտածում եմ, ես մաքուր եմ, դու ախտվան էսի միջես։ Հասկացաք, չէ՞։ Իսկ հոգևոր մարդը ինքը պետք է գոռոզությունից միշտ խուսափի։ Հասկանում եք։ Նա այս կետը ինքը շատ նուրբ ու շատ կարևոր կետ է, որ մենք հասկանանք, թե այդ ինչն է, էլի, որ մեզ պիստիպի, որ մենք դադարենք քննադատել։ Հասկանում եք, մենք քանի քննադատում ենք, դա նշանակում է, որ մենք իրականում մեր գիտակցությամբ գտնվում ենք այդ շրջապատում։ Մենք իրան մեջ ենք, դրա համար այդ իրան մեջ է, ինչ-որ մի բանը մեզ ջղայնացնում է, ինչ-որ մի բանը մեր դուրն է գալի, ինչ-որ մի բան դուր չի գալիս, բայց եթե մենք գիտակցությամբ մտերմից դուրս ենք եկել, ինձանից հեռու, ինչ ուզում եք արեք, էսի ձեր աշխարհն է։ Բայց իմ աշխարհը էդի հոգևոր դաշտն է, ու նյութական աշխարհում այդ դաշտն էլ կա։ Այմն էլ էսա, այստեղ մի մտեք։ Երբ որ մտնում են իրավունք ունեք պաշտպանվեք, դա արժունային սկզբունքն է։ Հա։ Հիմա տեսեք, ուրեմն թողնել քննադատությունը։ Հիմա համարել ինքդ քեզ նիզնաչից լինի։ Ոչ կարևոր, աննշան։ Հա, ուրեմն սա շատ կարևոր կետ է, չէ՞, տեսեք, եթե մենք նայում ենք, երբ որ արիացիները իրանք ասում են կենդանիական մեծ խնդիրը այդ էգոիզմն է, ես միանգամից մարդացույց եմ անում, չէ՞, ասում եմ Ֆրեյդը, այդ значимости բանը, обсуждением վերցրել է այստեղից։ Որտեղ արիացիներն են առաջի երթին հոգեբանորեն նկատել այդ բանը, իրանք են առաջի անգամ այդ բանը քննարկում էլի,
որ այն կենթանիակի բոլոր խնդիրները էդի այդ դրանից է, որ ինքը իրան համարում է աշխարհի կենտրոնը։ Ու գիտեք, տեսեք օրինակ ասեք, երբ որ մենք սենց ասում ենք, ամեն մարդ ինքը չի զգում, որ ինքը միշտ դրանով զբաղված է։ Բայց եթե ինքը մի հատ մտածի այդ թեմայի շուրջ, ինքը կտեսնի, որ ինքը առավոտից երեկո զբաղված է մենակ նրանով, թե ինքը ինչ ազգում, թե իրանով ոնց վիրավորեց, կամ ոնց ուրախացրեց, կամ այսինքն իր համար կարևորը մենակ իր էմոցիաներն են։ Ինքը առավոտից երեկո մենակ դրանով է զբաղված, ոչ մի բանով։ Հասկանում եք, չէ՞։ Ու տեսեք հիմա, ես հիշում եմ, թե իմ գիտակցության վրա ինչ ազդեցություն թողեց պատմություն, որը գրված է 10-րդ երկում Բհագավատամի, երբ որ Տեր Շրի Կրիշնան ինքը նկատեց, որ Բրահման, այսինքն մեր տիեզերքի ամենաբանական անձնավորությունը, ինքը գոռոզության մեջ է մտել։ Ինքը մի հատ սենց բան կազմակերպեց։ Ինքը նենց արեց, որ Տեր Բրահման գա իր պալատ։ Տեր Բրահման եկավ իր պալատ, ասեց, ինչո՞ւ մի հարցով, եկավ իր պալատ, բանին ծառային ասեց, խնդրում եմ ասա Կրիշնային, որ ես եմ եկել, Բրահմանը եկել։ Ծառան մտավ, ասեց Բրահմանը եկել, ու Տեր Շրի Կրիշնան ինքը դիտավորյալ շատ բարձր հարցրեց, որ մեկը։ Ու Բրահման ինքը մտածեց չհասկացավ, ես այս տիեզերքի ամենաբանական անձնավորությունն եմ, այդ որ մեկը որ ինձ բանական մարդ չկա։ Այստեղ պիտի գար, որ Կրիշնանիքը տենց հարցրեց, հասկացաք, չէ՞։ Ու ինքը բանին հարցնում, այդ չեն ասում, ծառային հարցնում, ասում այդ որ մեկը էդի որ մեկն է, այսինքն ոչ թե որ մեկը, չէ՞։ Ու վերջում Կրիշնանիքը նենց է կազմակերպում, որ այդտեղ հավաքվում են բոլոր տիեզերքների բրահմանները, հա։ Մեկը 5 գլխանի, մյուսը 10 է, մյուսը 100 է, մյուսը չգիտեմ ինչ, ու դա գալիս է Բրահման, որ ինքը 10,000 գլուխ ունի, այսինքն այդքան բանական է։ Ու Բրահման ինքը հասկանում է, որ ինքը ամենատուփոյը ինքն է, հասկացաք, չէ՞։ Այնակ ին վրա այդ պատմությունը ահռելի ազդեցություն է թողել, որտեղ ասենք այդ թեման ինքը ինձ համար ակտուալ է եղել, էլի, որտեղ ասենք աստղաբանությամբ ամենասկզբից նենց աղջիկ երեխայի համար անսովոր մտածելակերպ եղել, բան տես միշտ բանականության վրա հենված, բան եսի ինչ է դարձած ամեն չանջատած, համար այդի ոչոր սպյա ատրիզվիլը մինյա, էլի, որ ես միան իմ ներս մտնեմ ու նայեմ տեսնեմ, թե ես ոնց եմ վերաբերվում вообще էդին ունեցածին, հասկանում եք, այսինքն որ նախնդիրը էլի, որ հա, մենք կարող ենք, ես դա հանակով ասում եմ 3 տարեկանի մեջ կարող ենք, ինչ-որ ազդեցիկ մարդեր եվանք, ինչ-որ ես իմ ինչ շնորհքի տեր, ես իմ ինչի, չէ, բայց մարդը որպեսզի ինքը իրան խոնարհության մեջ պահի, եթե ասենք նույնիսկ իր շրջապատում ռեալ չկան տենց մարդիկ, որոնք նպաստեին, որ ինքը խոնարհանար, այդ սիտուացիաներ կարող են լինեն, էլի, ապա մարդը ինքը միշտ պետք է հիշի տիեզերքի մասին։ Այ ով է ինքը տիեզերքի մեջ։ Եթե ինքան օգտակար բան է, վարժություն է, դեք ասենք, այ որ մենք ամեն օր ապրում ենք, չէ՞։ Մենք միշտ ապրում ենք այն զգացումի հետ, որ ես եմ իմ կյանքն է, ես իմ կյանքի կենտրոնում եմ, այո, ինձ համար ամենակարևորը դա է, որ ամեն ինչ իմ կյանքում շարժվի դες, ոնց որ իմ դուրը գալիս է։ Եթե տենց եմ շարժվում, ես երջանիկ եմ, տես չի շարժվում, ես դժբախտ եմ, չէ՞։ Բայց մեկ ասեց են, որ 3D ֆիլմերում բաներում ոնց է ցույց տալիս, չի որ ասեք, տիեզերք, մոլորակն ասած հերում կպած կապրական մոլորակը ասած եկի տիեզերքի մեջ մտանք, ես չէ, այդ անսահմանության մեջ, չէ, էսի вообще ինչ է։ Հասկանում եք, չէ՞։ Ասենք բանականության իմաստով խոնարհության մեջ կարելի է միշտ մնալ մեր ժամանակ այդ գործը հեշտացել է։
Եթե ուզում եք խոնար մնաք, շփվեք արհեստական բանականության հետ, որը ամեն ինչ գիտի։ Մի անգամից խոնարհանաք, հասկանում եք, չէ՞։ Այսինքն, իհարկե, արհեստական ձևով խոնարհությունը ինքը առաջանում է, երբ որ մենք հանդիպում ենք մեզանից ավելի բարձր անձնավորություն։ Բայց եթե ավելի բարձր անձնավորություն չկա, դա չի նշանակում էլի, որ մենք գոռոզության մեջ մնանք։ Նշանակում է մենք պետք է մտածելակերպ ունենանք, որը մեզ օգնում է, որ մենք այդ սեփական չնչինությունը զգանք, էլի, որ մենք չենք, որ այս աշխարհի ամենակարևոր բանն ենք, էլի։ Հասկանում եք։ Սա ինքը տեսեք հոգևոր աշխարհի համար, չէ՞, սա շատ կարևոր սկզբունք է։ Որտեվ հենց այդ հարցն ես դու բարձրացրել հոգևոր աշխարհում, որը ամենակարևորը դա է, որ ինձ է դարձնում այդ հարցը, թե ինչի ես չեմ ռադա։ Իմ եսի հարցն է դարձնում։ Ուրիշն ասում է, այմա դուս եկար հոգևոր աշխարհից։ Չէ՞։ Այդ չնչինությունը ինքը չի նշանակում նսեմացում, ինքը նշանակում է քո տեղի ռեալ գիտակցում։ Հասկանում եք։ Այդ ինչ որ մենք մտածում ենք, որ այդ ինչ որ իմ կյանքում ես չմամ, իմ եսից են ուրիշ ոչ բանի մասին չեմ կարողանում մտածեմ, չէ՞։ Դա իրականում ինքը բաներ է, դուք ես կարևորում եմ մենակ ինձ։ Հասկացաք։ Եվ այդ իրավիճակից, այդ տրամաբանությունից պետք է դուրս գալ, որտեղ եթե դու դրա մեջից դուրս չես գալի, այդ ինքը այդ խոչընդոտող է, ինքը թույլ չի տա քեզ, որ դու սիրո ճանապարհը բռնես։ Հա, դա հատուկ գուրությունն է, էլի։ Հիմա հաջորդը դա ինքը մի հատ շատ լավ բան է, ամենասիրած որակներից է, օգուտ բերել ամբողջ աշխարհին։ Հա, приносить пользу миру։ Հիմա պարզ է, որ ամեն մի մարդ ինքը երևակ է հիմա ես չեմ կարող, չէ՞, sense ամբողջ աշխարհին օգուտ բերել։ Ես ինչ-որ մի հատ տեսքան ուղղ փսոր երկրի մեջ նստած, մի հատ տեսքան փսոր ազնվորություն եմ, որը ասենք հնարավորությունների մեջ սահմանափակ է, իսին ինչ է, չէ՞, սկզբունքն է կարևոր։ Հասկանում եք, սկզբունքը։ Այսինքն երբ որ անձնավորությունը ինքը, այսինքն ինքը երբ որ մտածում է, որ ինքը կենտրոնն է, չէ՞, ինքը ուզում է, որ աշխարհը իրան օգուտ տա։ Հասկանում եք, մենք այնքան ենք ընտելացած այդ մտավիճակի մեջ ապրելու, որ հետո մեզ համար դա նորմալ է, նորմալ, բայց պետք է բանոց պետք է, չէ՞, ուրիշ ձև չենք կարողանում մտածենք։ Դրա համար վակցինոդը ինքը սկզբից ասում է, դու սկզբից պետք է հասկանաս քո չնչինությունը, հա, որ հասկանաս, որ դու չես ամենակարևորը ու դիեզեր քառավոտից իրի գուչ պիտի մտածի նրա մասին, թե ոնց քեզ բավարարի, հա, այդինի ուղանգի հակառակ, հոգևոր աշխարհում ապրելու համար, այդ սերը բացելու համար, հա, դու պետք է սկսես սովորություն ձեռք բերել, ինչ որ մի բան հիմա սենց աշխարհը հանգիստ թողնենք, ինչ որ մի բան անես արտաքին աշխարհի համար։ Դրից դուրս եկա արտաքին աշխարհ։ Չէ՞։ Հանդուրժեցի փողոցի վրա գցած տուղթը։ Չգիտեմ, չորացած ծաղիկը, չգիտեմ, սոված կենդանում, հա, ամենա, չէ՞, ասենք, չգիտեմ, ծածից ենք սկսում, աղքատին, որը նստած ձեռքա մեկնած, այսպես են մսում, չէ՞, այսինքն իմ հնարավորությունների սահմանում դուրս եկա ու ինչ-որ մի բան եմ անում, որ այս աշխարհը ավելի գեղեցիկ լինի, հա, ավելի բարի լինի, ավելի փափուկ լինի, չէ՞, հասկանում եք։ Այսինքն ես աշխարհի համար լինեմ անձնավորություն, որը
ասենք ինչ-որ մարդիկ կան, որոնք էլ ինձանից են, չէ՞, օրինակ ինձանից են ավելի վատ վիճակում, ես ինչ-որ մեկից եմ ավելի վատ վիճակում, իրանք ինձանից են ավելի վատ վիճակում, չէ՞, ու եթե ես ինձ պահում եմ այդպես, որ ինչ-որ բան անեմ աշխարհի համար, չէ՞, ես անպայման ունեմ մարդիկ, որոնք երբ որ ինձ տեսնում են, ժպտում են, ուրախանում են, որ տեսան, որտեղ հաստատ գիտեն, որ օգնություն են ստանում, չէ՞, ինչ արժանանում գիտնականները իրանք հաստատել են, որ բույսերը իրանք ռեակցիա են տալիս, իրանց լավ, ասում են, եթե ուզում ես բույսը լավ լինի, մոտեցի իր այդ խոսալ, սիրի, չգիտեմ, մեզ արա են արա, չէ՞։ Ես ամեն անգամ, երբ որ օրինակ ասենք ջուրը ձեռքս գնում եմ իրան կերակրելուն, ինքը ինչ ա ուրախանում ա, չէ՞։ Որտեւ եթե ինքը բնության մեջ լիներ, ինքը կարող է վաղուց մահացած լիներ, որտեւ անձրև չի գալիս։ Հասկանում եք այս, քեզանից դուրս լինել բարի, ինչ-որ բան անել այս աշխարհի համար։ Սա տեսակ ասենք, ինքը միակ հասկացա, չի, ինքը սկզբից տարավ ներս, մեկուսի վայր, այդ ներսում ասես դու ինչ-որ պիտի զբաղվես, հետո ասեց ինչ-որ պիտի դուրս գաս աշխարհ։ Հասկանում եք։ Հիմա, եւ երբ որ այդ սովորությունը բան ես անում, չէ՞, ձեռք ես բերում, վերջի սկզբունքը դա շատ կարևոր սկզբունք է, որտեղ Բաքվիդոտիկը ասում է, որ դու չպետք է հպարտանաս 6 արժանինքներով։ Նյութական աշխարհում 6 արժանինքներ են համարվում՝ գեղեցկությունը, այսինքն առողջ մարմինը, հա, գեղեցկությունը, գիտելիքը, ուժը, հարստությունը, փառքը եւ անկախությունը։ Այս 6 բաները, եթե կենդանիակը ինքը ունի, ինքը հնարավորություն ունի իր գործությունը վայելի։ Ոչ մեկ չի ասում մի վայելի քո արժանինքները։ Ես ասում եմ մի հպարտացի դրանով։ Այդ առավելության դիրքից երբեք ոչ մեկ մի խոսա։ Որ դիրքից պիտի խոսաս։ Եթե առավելության դիրքից չես խոսում, որ դիրքից պիտի խոսաս։ Եթե դու առավելություն ունես, չէ՞, դե դու առավելություն ունես, չէ՞ որ ինքը ասում է մի հպարտացի։ Հիմա եթե դու առավելություն ունես, եթե չես քեզ ասում են մի հպարտացի, բա որ դիրքից պիտի խոսաս։ Կարեկցանքի։ Հա? Այսինքն կարեկցի նրան, ով քեզանից ավելի տգեղ է։ Կարեկցի նրան, ով քեզանից ավելի տգետ է։ Նրան, ով քեզանից ավելի աղքատ է։ Հա? Հենց որ դու գոռոզացար, Բաքվիդոտ Թակուրենко ասում է, ռասան, այսինքն գերագույն աստվածանավորության հետ հարաբերությունների ճանապարհը քո համար փակ է։ Всё։ Այսինքն խաչ մի անգամից է տապ բանն անում փակում։ Վերջացավ։ Հա? Ու հիմա ամեն ազնվորություն, չէ՞, հիմա այստեղ երկու խնդիր կա իրականում, այստեղ մենակ գոռոզությունը չի, որովհետև հոգևոր մարդիկ կան, որ իրանք չունեն այս առավելությունները, չէ՞, բայց իրանք էլ իրանք սկզբունքը ունեն, որը փակում է սիրո ճանապարհը, իրանցն էլ նախանձն է։ Այսինքն նա որ չունի այս 6 առավելությունները, ինքը պետքա չնախանձի նրանց, ովքեր որ ունեն, ինչ անշարժում չնախանձի նրանց, ովքեր ունեն։ Պիտի թույլ տա, որ այդ ազնվորությունները իրանք հանգիստ վայելեն այն առավելությունը, որը ունեն։ Ինչու, որտեղ իրանք այդ առավելությանը արժանացել են։ Հիմա եւ նրանք էլ ովքեր որ ունեն, պիտի չհպարտանան։ Եվ պետքա կարեկից լինեն նրանց հանդեպ, ովքեր որ չունեն։ Այսինքն ինչ է ասում Բաքվիդոտ Թակուրենկոն, ասում է, որպեսզի դու զարթնացնես քո սիրո պոտենցիան, առաջին քայլով դու պիտի սովորես բարիություն մտցնել այս աշխարհին։ Եվ դա կոչվում է առաքինության գոյավիճակ։ Առաքինության գոյավիճակը դա այն գոյավիճակն է, որտեղ հոգու համար նախատեսված սկզբունքները կիրառվում են նյութական մարմնի հանդեպ, ոնց որ տրենիրովոչնի բան, հա, հասկացեք, չէ՞, ոնց որ ասեք, ես սկզբից կոսմոնավտները ոնց են դառնում, չէ՞,
իրանք սկզբից ջում մի հատ իրաց համար սարքում են մի հատ տուրիստական տեղ, որը ռակետի իմիտացիան է, չէ, ստեղծում են այդ պայմանները, ու իրանք այդտեղ տրենիրովկա են անում։ Այդ կոչվում է առաքինության գոյամջակ։ Это тренировочная площадка к духовному миру. Просто փորձակման դաշտ։ Հասկանում։ Ուրեմն դրանից հետո Բաքսիոնով Թակուրը ինքը ուղղակի ես այստեղ շատ բան չեմ կանգնում, որտեղ ես ամենք նոր տարուց հետո Աստծո ողորմությունությամբ ամեն ինչ նորմալ լինի, որ երկրորդ գլուխ ենք մտնում, այդտեղ как раз Բաքսիոնով Թակուրը ինքնին սկսում է քննարկել երկրորդական սկզբունքները, ու այս 6 արժանինքները իրանք այնտեղ հայտնվում են ուշադրության կենտրոնում, հետո մանրամասն ենք խոսանում։ Դրանից հետո Տեր Չայտանյանը Բաքսիոնով Թակուրը ինքը անցնում է Տեր Չայտանյայի շարժման ոգուն, հա, ու խոսում է նրա մասին, որ նրանք ովքեր որ իմինը Տեր Չայտանյայի կողմից տրված հոգևոր կյանքն են վերցնում, այդ հոգևոր կյանքը ինքը ունի երկու ճյուղավորում։ Առաջինը դա նա է, որ անձնավորությունը ինքը պետք է զարգացնի համ Գերագույն Աստվածնավորության անունները կրկնելու մեջ, հա, եւ երկրորդը դա նա է, որ ինքը պետք է ունենա կարեկցանք կենդանի էակների հանդեպ։ Եվ ուրեմն ինքը ասում է, որ դա է նվիրվածության դպրոցը, հա, որտեղ դու նոսկ մանտրայի հանդեպ, եթե մեր դեպքում ենք խոսում, եթե ուրիշ բանականությունների մասին ենք խոսում, ուրեմն բանի, ասեք, աղոթքների եւ քարոզը, չէ՞, այսինքն Աստծո մասին խոսակցություն, երբ որ մարդը ինքը գովերգում է Աստծուն։ Ու վերջացնում է Բաքսիոնով Թակուրը այս գլուխը նրանով, որ թվարկում է, որ ասենք այն կենդանեակները, որոնք իրանք զարգացնում են իրանց բանականությունը, երբ որ այդ բանականությունը ինքը բավականին առողջ է դառնում, այդ ժամանակ բանականությունը ինքը շատ հստակ սկսում է գնալ դեպի այդ հոգևոր զգացմունքների աշխարհը, հա, ինչու որտեղ նյութական աշխարհի զգացմունքայնությունը ինքը լրիվ արժեզրկում է որպես տառապանք պատճառող, որտեղ նյութական աշխարհի զգացմունքայնությունը ինքը հենված է էգոիզմի վրա, իսկ էգոիզմը ինքը միշտ ցավ պատճառող է, ինքը վերքեր ավելացնող է, ուրիշ ոչ մի բան։ Հա, դրա համար ինքը ասում է, որ փաստորեն այդ կենդանիակը ինքը որ գալիս է, այդ հոգևոր կյանքի սկզբնական շրջանում ինքը պետք է աշխատի ամենաշատը նրա վրա, որ ավելացնի իր իմաստությունը, որտեղ մենակ իմաստությունը, այսինքն իմաստության հաշվին է, որ կենդանիակը ինքը կարողանում է այդ նյութական աշխարհը տեսնի նենց, որ հասկանա, որ ինչ որ ինքը փնտրում է այդ աշխարհում, այդտեղ չկա։ Հասկանում եք։ Այն կենդանիակը ինքը պետք է հասկանա, էլի, որ ինքը մշտական հիմարությամբ բազմահված։ Տեսեք, օրինակ, եթե ես իմ ձեզ ասեմ, չգիտեմ, այս սենյակում ոսկին գտեք, ոսկի չկա այստեղ, ուրիշ կան ուզում եք փնտրեք, չկա։ Հասկանում եք, հիմարություն է, չէ՞, եթե դուք սկսեք ստեղ էդի փնտրել։ Այն նույն ձևի կենդանիակը, որը ինքը սիրո մեջ իր ճամփորդում է մանգալի էգոիստների հետ։ Դա աշխարհի ամենաանհեթեթ գաղափարն է, էդի չկա։ Էգոիստները մենակ իրար նեղացնել գիտեն, ինչի որտեղ ամեն մեկը մտածում է նրա մասին, թե իսկ ինչ արեցին իրա հետ, ինքը չի մտածում ինչ արեցին ուրիշի հետ։ Հասկանում եք։ Եվ այդ ժամանակ, երբ որ բանականությունը ինքը ուժեղանում է, կենդանիակը շատ այսպես էլի նպատակասլաց է գնում դեպի հոգևոր աշխարհ։ Եվ եթե կենդանիակը ինքը այդպիսի բանականություն զարգացնում, ապա ինքը շատ շուտով, ու այստեղ Բաքսիոնով Թակուրը ինքը մի հատ շատ տարօրինակ բան է ասում։ Ինքը ասում է այդ ժամանակ, հա, բանը զարգանում է Գերագույն Աստվածնավորության ողորմածությունը ու կենդանեակի սերը։ Այսինքն այն ամեն ինչ, ինչ որ մենք այսօր քննարկեցինք, եթե կենդանեակը ինքը այդպես է ապրում, Գերագույն Աստվածնավորությունը ինքը սկսում է այդպիսի կենդանեակի հանդեպ հատուկ ողորմածության զգացում զարգացնել։
Այսինքն ինքը քանի գնում սկսում է այդ կենթանիակին համարել արժանի վերադառնալ իր նախասկզբնան մենք հասկանանք, թե որ մենք մեր սիրո պոտենցիան տենշելի ուսես վերցրել ու կորցրել ենք։ Այդ գերագույն աստվածավորությունն է, չէ՞, մեզի իլյուզիայի մեջ դրել։ Այսինքն ինքն է, չէ՞, փակեն մեր պոտենցիալները մեր առաջ։ Ինչի որտեղ մենք այդ գաղափարով մենք հրաժարվել ենք մեր սիրո ունակությունից։ Մենք ասում ենք, ես չեմ ուզում սիրեմ, ուզում եմ զբաղվեմ մենակ ինձանով։ Գերագույն աստվածությունը ասලා դեռ բորանցի որ դու սիրել գիտես։ Հա, բայց մենք մեկ այլ սիրը փնտրում ենք, որտեղ դա մեր հավերժ բնությունն է։ Երբ որ մենք սկսում ենք ճիշտ հոգևոր կյանքով զբաղվել, գերագույն աստվածության ողորմածությունը ինքը քանի գնում, այն որ սպասեցի քննարկում ու դուրս ես գալիս էլի։ Հա, ու ինքը վերջում հենց ինքն էլ այդ իլյուզիայի շերտը քո վրայից սկսում է հանել։ Երբ որ ինքն է հանում այդտեղ, դա արդեն ոչ թե սենտիմենտալություն է, ոչ թե այն ինչ դու քո մասին հնարել ես, այլ դա ռեալ զարթնում է քո սիրո ունակությունը։ Հասկանում եք, թե դա ոնց է տեղի ունենում, մենք հետագայում շատ ավելի մանրամասն կյանք անենք, քննարկենք, այսօր այսքանը մենք դրդը վերջացրած։